Ինչպես առցանց գրանցել անհատ ձեռնարկատիրոջ տվյալների փոփոխությունը։ Այցելելով iServices.mo.jm կայք, կտեսնեք անհատ ձեռնարկատերերին բաժինը, որտեղ ամփոփված են անհատ ձեռնարկատերերին առնչվող բոլոր առցանց ծառայությունները։ Սեղմում ենք անհատ ձեռնարկատիրոջ տեղեկությունների փոփոխությունը և մինչև դիմել առցանց կոճակը սեղմելը, հավելյալ տեղեկատվություն բաժնից ծանոթանում ենք իրավական կարգավորումներին, որոնք անհրաժեշտ է իմանալ որևէ փոփոխություն գրանցելուց առաջ։ Սեղմելով դիմել առցանց կոճակը, համակարգը ձեզ կվերահասցրագրի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ։ Ազգային նույնականացման հարթակում կարող եք նույնականացվել բջջային նույնականացման քարտով կամ նույնականացման քարտով։ Բջջային նույնականացման քարտով նույնականացնելու դեպքում մուտքագրում եք հեռախոսահամարը և սեղմում եք մուտք։ Այս պահին ձեր հեռախոսին պիտի ցուցադրվի գաղտնաբառը հավաքելու հաղորդագրություն։ Հեռախոսում հավաքելով գաղտնաբառը և ավարտելով նույնականացման գործընթացը կվերադառնաք առաջին էջ։ Մինչև լրացնել դիմումը կոճակը սեղմելը, խնդրում ենք ծանոթանալ ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ հայտարարությանը, ինչպես նաև տվյալ հարթակում ծառայությունների արդյունքները բացառապես էլեկտրոնային ստանալու եղանակների մասին։ Առաջին էջում արդեն նույնականացումից հետո կբացվի էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար լրացնելու դաշտերը։ Խնդրում ենք լրացնել այնպիսի էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար, որոնք մշտապես հասանելի են ձեզ և ձեր ձեռքի տակ են, քանի որ ցանկացած տեսակի հաղորդագրություն և պատասխաններ փոստ ուղարկվելու են այս բաժնում լրացված կապի միջոցների։ Հաջորդ էջում ձեզ ցույց կտրվի այն անհատ ձեռնարկատերը, որը հանդիսանում եք դուք, կամ եթե դուք լիազորված անձ եք, ապա այլ ձեռնարկատերերի։ Անձնագրային տվյալներ բաժնում տվյալները խմբավորված են երկու խմբի։ Առաջին քարտում նշված է պահպանել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրառվածը և ցուցադրված է ձեր այն անձը հաստատող փաստաթուղթը, որը տվյալ պահին գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Հաջորդիվ ցուցադրվում են այն բոլոր ձեր գործող անձնագրերը, որոնք կարող եք փոխարինել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրառվածի հետ։ Մեր դեպքում ընտրում ենք նոր անձնագիր։ Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հասցեն նույնպես բաժանված է երկու մասի։ Առաջին քարտում ցուցադրվում է պահպանել իրավաբանական անձանց ռեգիստրում գրառվածը, այսինքն այն տվյալը, որը ներկայումս գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, և նորը։ Եթե կա տարբերություն, ապա խնդրում ենք ընտրել անձի հաշվառման գործող հասցեն։ Եթե տարբերություն չկա, ապա ընտրում ենք ռեգիստրում գրառվածը որպես ԱԾ հաշվառման հասցե։ Համակարգում ցուցադրվում է տվյալ պահին որպես ԱԾ գրանցման հասցեն իրավաբանական անձանց ռեգիստրում, և եթե ցանկանում եք փոփոխել, ապա ունեք 3 հնարավոր տարբերակ։ Առաջին, ԱԾ-ն իրավունք ունի հաշվառվել պետական բնակչության ռեգիստրում իր հասցեով, փաստացի բնակության հասցեով և գործունեության հասցեով։ Եթե ցանկանում եք լրացնել այլ հասցե, ապա համակարգը ձեզ հնարավորություն կտա ընտրել հասցե լրացնելու և փոստային ինդեքս ընտրելու դաշտերը։ Նմանապես կոնտակտային տվյալները կարող եք թողնել նրանք, որոնք գրանցված են իրավաբանական անձանց ռեգիստրում, կարող եք մուտքագրել նոր կոնտակտային տվյալներ, կարող եք ընտրել պահպանել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրառվածը։ Ճիշտ նույնությամբ նաև գործող տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ։
Մինչև դիմումը հանձնելը խնդրում ենք ծանոթանալ ներկայացված տվյալներին և սեղմել հանձնել դիմում։ Սեղմել հանձնել դիմումը լրացնելուց անմիջապես հետո ձեզ ցույց կտա վճարման ենթակա պետական տուրքը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ չներկայացնելու և ծանուցման եղանակներին համաձայնելու մասին ծանուցումներին համաձայնություն հայտնելու պահանջ։ Սեղմելով կտեղափոխվեք պետական վճարումների էլեկտրոնային համակարգ։ Մուտքագրում եք քարտի համարը, և սպասում ձեր էլ-փոստին և հեռախոսահամարին SMS հաղորդագրության կամ էլ-փոստով հաղորդագրության տեսքով մեկանգամյա գաղտնաբառի տրամադրման։ Վճարումը կատարելուց հետո անմիջապես ձեզ ցույց կտա անհատ ձեռնարկատիրոջ փոփոխությունների ձեր դիմումն ընդունված է, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջը տրամադրվող մյուս ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դիմումը հանձնելուց մի քանի րոպե անց ձեր էլ-փոստին կստանաք դիմումի հաստատման ծանուցում անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխություն, որին կցված կլինի նաև ձեր ԱՁ նորաձև քաղվածքը։ Հիշեցնում ենք, որ ձեր ԱԶ-ի քաղվածքը հասանելի է նաև ձեր անհատ ձեռնարկատիրոջ տեղեկությունների փոփոխության դիմումի մեջ։ Այսքանը, շնորհակալություն։